Ողջույն բարեկամներ։ Եթերում է Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից բարի լույսի հերթական թողարկումով։ Ձեզ հետ է Արամ Ավետիսյանը։ Այսօր կխոսենք թռչող սարքերից, առողջապահությունից ու բժշկական թեմաներից։ Իսրայելական Airben Aeronautics ընկերությունը չհայտնաբերված թռչող օբյեկտ հիշեցնող գերժամանակակից նոր սարք է ստեղծել, որը 3 տարի հետո նախատեսված է հանել վաճառքի։ Դիտենք տեսանյութը։ Մեքենայի չափսի այս անօդաչու թռչող սարքը կարող է տեղաշարժվել ԱՄՆ անանցանելի տեղանքներով։ Իսրայելյան ընկերության Cormorant կոչվող գերժամանակակից այս սարքը տեխնոլոգիական եւ ռազմական նորարարություն է։ Urban Aeronautics ընկերության հիմնադիր Ռաֆի Յոելիի խոսքերով 3.5 մետր երկարությամբ ուղղահայաց թռչող ոչ մի նմանատիպ սարք առայսօր գոյություն չունի։ Սովորական ուղղաթիռի 1/3 չափսի այս թռչող մեքենան չունի արտաքին ռոտորներ եւ կարող է տեղաշարժվել շենքերի միջով, չբախվելով հոսանքի մալուխներին։ Յոելիի խոսքերով այն քաղաքներում կամ վայրերում, որտեղ ականազերծման կամ քիմիական աղետի վտանգ կարող է լինել, անօդաչու Cormorant-ը կարող է հեշտորեն հասնել այդտեղ եւ վնասազերծել տարածքը։ Urban Aeronautics ընկերությունը ծրագրում է Cormorant-ը վաճառել ռազմաարդյունաբերական ձեռնարկություններին $14 միլիոն։ Եթե 3 տարուց նկատեք չհայտնաբերված թռչող օբյեկտ երկնքում, չկապեք անմիջապես այն այլ մոլորակայինների հետ։ Միգուցե դա ընդհանրապես տեխնոլոգիական առաջընթացի արդյունք է։ Իսկ մենք շարունակենք խոսել նորարարություններից։ Իսրայելական մեկ այլ Selfly ընկերությունը արտադրել է տարբեր չափսերի բջջային հեռախոսների համար նախատեսված պատյաններ, որոնք օդ են բարձրանում փոքր դրոնների միջոցով եւ տեսաձայնագրում տարբեր բարձրություններից։ Մանրամասները տեսանյութում։ Իսրայելյան Selfly ընկերությունը բջջային հեռախոսների համար նախատեսված նոր պատյան է արտադրել, որը պարունակում է նաև փոքր դրոն։ Բջջային հեռախոսի հավելվածի միջոցով կարող եք կառավարել այս փոքր դրոնը եւ ստանալ ձեր նախընտրած լուսանկարը տարբեր բարձրություններից եւ անկյուններից։ Նախագծի հեղինակ Հագայ Քլեյնի խոսքերով դրոնը zoom ֆունկցիայի շնորհիվ լուսանկարում է այնպես, ինչպես ֆոտոխցիկը։ 8 մեգապիքսել տեսախցիկի հնարավորությունները թույլ են տալիս կատարել լիարժեք HD որակի ձայնագրություններ 30 կադր վայրկյանում հաճախականությամբ։ Հագեի խոսքերով 9 մմ հաստությամբ այս պատյանը միշտ քեզ հետ է եւ հարմարեցված է տարբեր չափսերի բջջային հեռախոսների համար։ Պատյանը կհայտնվի շուկայում տարեվերջին եւ կարժենա $140 ԱՄՆ։ Նորարարություններից զերծ չէ նաև բժշկության ոլորտը։ Շվեյցարացի գիտնականները ծնկի վիրահատության նոր մեթոդ են ստեղծել եւ անգամ արդեն բուժում են վնասվածքների հետևանքով սպորտը լքած մարզիկներին։ Շվեյցարացի նետ ու աղեղի չեմպիոն Նիկոլա Մյուլլերը ծնկի լուրջ վնասվածքից հետո մարզումները դադարեցրել էր։ 2012 թվականին, սակայն, նա մասնակցեց Բեզելի համալսարանի հիվանդանոցի բժշկական փորձին, որի ընթացքում բժիշկներին հաջողվեց նրա քթի բջիջներից հյուսվածք ստանալ եւ տեղադրել ծնկի մեջ։ Գլխավոր բժիշկ Մարկոս Մումին գտնում է, որ այս մեթոդը արհեստական փոխարինումից ավելի լավ է։ Մենք լուրջ խնդիրների էինք հանդիպում արհեստական փոխարինման ժամանակ, ասում է նա։ Իսկ հիմա հույս ունենք, որ այս նոր մեթոդը կօգնի մեզ ավելի օգտակար լինել մեր հիվանդներին։ Բժիշկները գտնում են, որ դեռ երկար կտևի, նախքան այս մեթոդը կիրառելի կլինի լայն հանրության համար։ Նիկոլա Մյուլլերը ասում է, որ վիրահատությունից հետո կրկին զբաղվում է սպորտով եւ իրեն լավ է զգում։ Իսկ վերջում խոսենք շատերիս համար քայլ ծանոթ գիրության խնդրի մասին, որը դարձել է մերօրյա առողջական օրհասական խնդիրներից մեկը։ Գիրության դեմ պայքարին միանում են անգամ ուտելիք վաճառող սուպերմարկետները, որոնք առաջարկում են սնվել առողջ սնունդով։ Կարգավորված սնունդն իրոք գիրանալուց խուսափելու լավագույն միջոցներից մեկն է։ Հարավային Կալիֆոռնիայի սուպերմարկետներից մեկում Shop with your doctors ծրագրի շրջանակներում բժիշկները խանութի հաճախորդներին խորհուրդ են տալիս առողջ սնունդ գնել։ Մայք Քինգը անձամբ հետևում է իր սննդին, բայց ընդգծում, որ շատերը Միացյալ Նահանգներում արագ սննդի ընտրություն են կատարում, քանի որ կյանքի ռիթմը այստեղ շատ արագ է եւ բոլորը անընդհատ շտապում են։ Ինչևէ, այս խանութի հաճախորդները կարող են եւ չշտապել, քանի որ բժիշկները նրանց ճիշտ սննդակարգի մասին անվճար խորհրդատվություն են տրամադրում։ Բուժքույր Մոնիկա Դորոթին ասում է, որ իրենց նպատակն է մարդկանց իրազեկել առողջ սնվելու առավելությունների եւ գիրության վնասակար կողմերի մասին։ Գիրությունը լուրջ խնդիր է ԱՄՆ-ում։ Աշխարհում գիրությամբ տառապող մարդկանց թիվը 600 միլիոն է, որը ավելի քան կրկնապատկվել է 1980-ականներից, իսկ 2 միլիարդ մարդ աշխարհում տառապում է ավել քաշի խնդրով։
Այսպիսով եղեք առողջ, երջանիկ ու հաջողակ։ Իսկ մենք ձեզ հրաժեշտ ենք տալիս։ Մինչ նոր հանդիպում։ Եթերում էր Ամերիկայի ձայնը Վաշինգտոնից։ Մաղթում ենք ուրախ օր, բարձր տրամադրություն ու թող ձեր առօրյան լցվի միայն դրական լիցքերով։